Սասնա ծռեր, Բ հատոր, Առաջին մաս, խմբագրեց ակադեմիկոս Մանուկ Աբեղյան, աշխատակցությամբ պրոֆեսոր Կարապետ Մելիք Օհանջանյանի։ Պատում, Սասունա ծռեր, պատմեց ալաշկերտցի Մանուկ Թորոյանը, գրի առավ 1932 թվականին Կարապետ Մելիք Օհանջանյանը։ Ադրնամելիք և Սանասար։ Առաջի ժամանակ աշխարհ կռապաշտութեն շատ էր, աստվածապաշտ կային քանի մի գեղ Փամբկու ձոր, քանի մը գեղ էլ Երուսաղեմ։ Փամբկու ձոր կար Տեր Խաչիկ անվով տերտերը, ինք ուներ մեկ տղա անուն Թորոս, մեկ աղջիկ անուն Արմաղան։ Ձենի ձեն ընկավ, ձեն գնաց, հասավ Սենեքերիմ թագավորին Մսր, թե գավուրների մեջ աղջիկըմ կա, արևու պես փել կիդա, Սենեքերիմ թագավորն էր, լավ, խանչեց ուր զորապետին, ասեց գելնիս կերթաս Տեր Խաչիկի մոտ, ինոր աղջիկ Արմաղան գուզիս, գարնիս կիքաս ընցի, թե կամքով տվեց, թե չտվեց, ուրաս կար ու գերի կենիս, կարնիս աղջիկ կիքաս ընցի։ Մի քանի հազար զորքով էլավ եկավ Փամբկու ձոր, եկավ առավոտ, Տեր Խաչիկ ելավ տեսավ, որ Ղարաքիլիսու 4 կողմ զորք էր փաթթերա։ Խաբար ղրկեց Տեր Խաչիկին, թե զորքով եկեր ուր աղջիկ առնի տանի Սենեքերիմ թագավորին։ Գիտա թղթա, թե չէ, ուրաս կար ու գերի կենիմ, կարնիմ կերթամ Սենեքերիմ թագավորի մոտ։ Տեր Խաչիկ ելավ ասավ, թե ընձի 2 օր ժամանակ տվեք, ժամանակ որ ուզեց, խանչեց 4-5 գեղի ժողովուրդ, ժողով երեց ասավ, թե ժողովուրդ, ինչ կսեք, Սենեքերիմ թագավոր զորք ղրկերա իմ աղջիկ Արմաղան գուզա, կամքով տանք, թե չէ կռվինք, ինչ խորուրդ գիտակ։ Մեկս է չէ, կռիվ կենինք, թե ասկութենա թասիպ կենին, մեկ լսեց չկրնանք կռիվենինք, աղջիկա տանք առնի տանի,ետեղ Թորոս 15-18 տարեկանա, տեսա, որ ժողովուրդ կուզին պատիվ ենին տերտրոջ, կուզին կռիվ ենին աղջիկ չիտան, ասեց տերտեր, ես գինամ, ժողովուրդ կուզա կռիվ են աղջիկ չիտա, աղեկա, աղջիկ մի վերջանա, քանց թե ասկ մի վերջանա։ Տերտեր, որ դու ընձի անգաչ ենիս, արի աղջիկ տանք տանի, մենք չկրնանք կռիվ ենինք։ Հմալ հաշվինք, էդ աղջիկ ըսկի չեղերա քզի։ Համաձայնվավ տերտեր ելավ ուր աղջիկ տվեց, են լարավ գնաց Մսր։ Որ տարավ Մսր, մնաց 7-8 տարի, 2 հատ տղա եղավ, մեկ տղի անուն Ադրնամելիք տրեր էր, պստիկ տղի անուն Սանասար։ Եղավ, որ ելավ Սենեքերիմ թագավոր կերթար Երուսաղեմա վրեն կռիվ, որ պատրաստութեն կտեսներ Արմաղան Էրազմ տեսավ։ Ելավ առավոտ պատմեց ուր Էրազ ասեց Սենեքերիմ թագավոր, արի դու ընձի անգաչ երա, դու մի երթա գավուրներու վրեն կռիվ։ Սենեքերիմ թագավորը ասավ հորի, ասեց ես գիշեր Էրազմ եմ տեսել, ասավ ինչ Էրազից տեսե, ասավ ես գիշեր տեսա, ման դրաստղեր հմալ են բոլորած մեկ աստղի բոլոր, էդ ման դրաստղեր բիրդան հմեն թապան, Էդ մեծ աստղ ցոլ ցլած եկավ մր դրան առեջ պատավ, էս Արմաղան, խզի համար կքնիս, ուրիշի համար Էրազ կտեսնիս, ասեց կերթամ, զեդոնց ասկ կվերջացում, էդոնց քոք պդի կդրիմ աշխրքեն, ելավ գնաց կռիվ։ Սենեքերիմ թագավոր 7 տարի կռիվ երեց, Ձեդ Քրիստոնեկ հաղթեց, տարավ լցեց Երուսաղեմա վանքի մեջ, Ձեդ վանքի բոլոր բադանը, ես չգացերիմ, կսեն, էդ մարդիկ հաղթվածին, մհասարա երերին Ձեդ Քրիստոնեկ, էդ իրիգուն վարդապետ ասեց, ժողովուրդ եկեք պատարակ ենինք, թե չէ լուսուն էդ մարդիկ գելնին, մրաս կվերջացուն մրքոք կբերին, վանքի մեջ ոչ հաց կար, ոչ ջուր, սովամահ կմերնին էդ մարդիկ, ելավ կրո անունով մարդ մի կար, ասեց, վարդապետ, ես իմ աչքով հաց տեսնիմ, իմ պերանով հաց ուտիմ, ես չեմ հավտնա, Վարդապետը դոր անիծեց,
Կրո, հուս ունի մի մասսու, որ լուսուն հաց կեղնի փալասանք, օրաչկով քու տեսնիս, բերանով քո չուտիս, մերնիս։ Վարդապետ ելավ, պադարակ երեց, էդոնք աստված աղաղա գերին, լացին, օխպացին, մինչի աղոթրնի դեմ։ Հրեղեն սուր աստծուց էր, ընգավ էտ զորքի մեջ, հմալ մի կդրում ընգավ զորքի մեջ, որ զորք զորքին չճանչեր, զիրար կսպանին, կճարդին, խապար տվեց սենեքերիմ թակավորին, թե ինչ կենի զորք խլսավ կդրելով։ Սենեքերիմ հինք ելավ տեսավ, որ զորք իրար կճարդա, եկավ կհասնի ուր մոտ, ինք ելավ հեծավ դևեն, փախավ, դևեն որ հեծավ փախավ, ասավ, կրկեր արեք իմ օգնության, ընձի ազատեք, 40 անցիներին ծզի մատաղ կենին, կրկեր ուր բդի կան օգնության, ասեց կրկեր արեք իմ օգնության, ծզի մե պուտ արձատ կբերիմ, ծզի ոսկի ընձա կբերիմ, կրկեր չեգան օգնության, ախր կրկերի ինչ որ օգնության գա, ասեց կրկեր արեք ընձի օգնության, ընձի երկու տղակա ծզի մատաղ կենիմ, երկու սատանա մտան էդոր տակ ու փախան։ Աղոթրնին էր, լուս բացվեր էր, արմաղան ելավ դուրս տեսավ սենեքերիմ թակավոր ապալթաղ ուրին թալեց դուր։ Արմաղան ելավ տեսավ, որ սենեքերիմ թակավոր փաչ մուրդա ուրին թալեց դուր, ասեց յա, սենեքերիմ թակավոր աստված խեր ենա, իդա 7 տարի քուձեն լավ գիքեր, եդ ինչ ա եղի քզի, ասեց կնիք հմալ երիս գյավուրներ լցի Երուսաղեմա մեջ մհարասա, վերջին ժամ էր որ բդի թասլի մեղներ մեկ լաղոթրնին էդոնց աստվածներ սուր ընգավ իմ զորքի մեջ զիրար բրթեցին բդի ես լանգնի մեջ հեծա տևեն փախա ինչ խդրիմ կուրքերուն մատաղսի ոսկի ու արձատ ընձասի չեգան ընձի օգնության չեգան ընձի խլսցուցեն իմ երկու տղենը սերի մատաղ որ ընձի ազատած բերածը արմաղան Էտեղ ուր մեջ միտք երեց, սա վալա, իմ երկու տղեն պտի տանի, ամեղ դեղ պտի մորթա։ Հմա կուրքին չա, որ կրքի համար պտի տաներ, ամեղ տղեկներ մադաղեներ։ Ադնամելիք 16 դարեգան էր, Սանասար 14 դարեգան էր։ Մգա տղեկներ ավդծածին, որ կրքեր չկան, որ աստված կա։ Տղեկներ ավդծածին աստված պաշտութեն։ Մամ կանչես տղեկներուն ասեց լաո, ձեր պապ ծզի կրքի համար մատաղ ասի, ամեղ տեղ ծզի կրքերու առեջ պտի մորթա, Ադնամելիք ասեց մարե, ինչ կսիս դու, ասեց լաո, իդա տեղ որ մենք խելք մչթապինք, դու ամեղ տեղ պտի սպանվիք, ասեց ինչ ենինք, ասեց ծզի որ կխանչա կսա, խանչեք ֆլան մարդու կսեք հայրիկ ինչ կենիս, պտի եսա լաո ծզի մատաղ իմսի, Բդի տանիմ ծզի մատղիմ կրքերուն, դու կսեք ախր դու հարսնիկ չես երթա, ախր կզի պարծանք չէ որ դու ժողովուրդ կխանչիս տանիս, արի մենք մինակ երթանք, ենտեղ մզի մատղա ինչ կուզի սերա որ քու կրքերուն ընդունակ եղնի։ Մերը սավ Ադնամելիքին լաո, կզի քերիկ կան, մեթոպուս տվեց Ադնամելիքին, մեխանչալը տվեց Սանասարին, ասեց կերթակ կմտնիկ կռոց տուն, Սենեքերիմ թակվոր զզիկ սա թե պարկեք ես զզի մատղիմ, կսեք դու երգիր պակութեն էրա նոր մենք կպարկինք մզի մատղա։ Ասեց որ են կզի երգիր պակութեն ենա, Ադնամելիք, դու թոպուզով զարկ խելք ընցնի Սանասար դուրը խանչելով զարկ ըզվիս գդրա։ Ես լծյանք հազր կենիմ, որ դու զարգի կսպանիք դարնակ, մենք կհեծնինք կերթանք ծեր քերու մոտ։ Ելան գացին կռոց տուն։ Օրզվիս թակավորին կդրեց, Ադնամելիք ասեց Սանասարին, հլարի կրքեր ջարդինք, տեսնին կտոնց մեջ հունար կա։ Էտեղ շինած ոսկուց արծթից կովու գլխներ ճետեր կա։ Ջարդեցին զետ կրքատունք, մեն խարնին իրար, ջարդ ու պշուրերին։ Տեսան օրսկի բան չկա։ Կրքերու մեջը սուտա, բան չկա։ Ելան տուրփակին եկան թեմի տուն։ Արմաղան ասեց, հա, լաո, ինչ երիք, ասին, հա, նանե, մորթեցինք ըս թակավոր, նանե հունարը մունի, սխարջա։ Նանեն պատրաստութեն տեսեր էր, 3 ձի թամքե գամե հազր կայները,
հացից բարից վերցուց հեծան ու փամբկուձոր դորիս եկան քզի։ Եկան հասան փամբկու Ղարաքիլիսեն, Արմաղան գնաց ուր հոր տուն։ Տեր Խաչիկլը վախճաներ էր, քերի Թորոս ելավ տեսավ, Արմաղան երկու տղով եկավ իջավ դուռ։ Որ տեսավ, դե քուրն էր սիրտ մրմռած, փաթավ քրոջվից, երեսներ պակեց, դարձավ հարցուց ասեց, Արմաղան Աստված խերն ենա, իմալիս եկի ելերիս ու դա, ասես Թորոս հալ ու հեքյաթ հմա, որ պատմեց Թորոսին, Թորոս միտք երեց ասեց, որ մենք մնանք ու դա այդ մարդիկ բդի զորք կաշա, իմ ասկի քոք բերա, ես բդի այդ երգրեն հեռենամ, դարձավ ասեց Արմաղան մենք իդա երգրին չնք կրնա մնա, ելնինք քոչինք իդա երգրեն երթանք, ելան քոչին ու գացին մշու դաշտ, մեղրագետի պռունք թապեցին, Թորոս ասեց Արմաղան, ես երթամ քանի մհատ ավ զարգինք, բաց զարգինք, բերինք էպինք ճժերանոթին ու դին երթանք, քերի Թորոս որ գնաց հավքորենք զարգա, Սարասար ու Ադնամելիք ելան այդ գետի հետ ցածցան կերթան, ձուկ կար գետի մեջ, ձկներու հետ ցածցան ու կերթան, Ադնամելիք տեսավ, որ բարակ ջուր կիքա սարեն, կզարգա զեդ մեղրագետ, կգդրա գնցնի, կտիպնի էսպլին, նոր կդարնա կերթա։ Ադնամելիք միտք փոխվավ գսա, Ետիմալ ջուրա որ կիքակ զարկա ջուր կգդրա նոր կխառնվի ջրին հետ կերթա, ուրանք լքանի մհատ ձուկ են բռնած, ու դարձան եկան ուրանց մամու մոտ, քերի Թորոս եկեր էր, Ադնամելիք ասեց քերուն քերի, ես մի բան տեսերի, զարմացեր իմ էդոր վրեն, քերին հարցուց Ադնամելիք ինչ ես տեսի մերնիմ կզի, ասեց քերի բարակ ջուր մը կիքա, հրեն են սարու գլխեն կիքա կզարնու գետին կկդրե նոր կերթա են գետի հետ, էդ իմալ ջուրա, քերի Թորոս վերցուց ասեց լաո, էդ ջուր ազնանցորդու ջուրնա, որ նոր էդ ջրեն խմա, ընդրնե ազնանցորդի գելնի, ընդոր մեջք գետին տնող չեղնի, էդտեղ Ադնամելիք երթու մերեց, հացն ու գինին տեր կենթանին, էդ ջրի հակ որտեղ եղավ, մրտուն հոնի կշինիս։ Քերին տղի խոսք չկոդրեց, ելան բարձան բռնին բարակ ջուր ու գացին, ելան Սասունա լեռներ։ Էդ ջրի աղբրի մոտ ուրտուն շինեց քերի Թորոս։ Ադնամելիք վերուց ասեց քերի, մզիտուն շինեցինք, մենք բդի եղնինք տուն, գեղ, հբագեղյանուն ինչ տնինք, քերի Թորոս ասեց լաո, քարի վրեն դրինք, սուն լսան վրեն դրինք, գեղյանուն Սասուն դնինք, անուն դրեցին Սասուն, քերի Թորոս էտեղ բնակռավ։ Սենեքերիմ թագավորին մոդիկ մարդ կեր, Մսրամելիք անվով մարդ մի կեր, Մսրամելիք դրին ուրանց թագավոր, Մսրամելիք ծովասար մի ուներ մշու կողմ, տարին մեկ անգամ մի կիքեր էդտեղ զոզան, տեսա որ քերի Թորոս հուդա գեղ մի շիրերա, ելավ եկավ էտեղ խարճ կապեց, տարին 40 անցիներ ինչ, 40 թոպլը անլվա կդավ,